Միկրոֆոնով չեմ խոսելու, որովհետև խոսքետ որպես այդպես ինչ ունեմ ասելու։ Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուրից, որ ժամանակ եք գտել։ Այսօր մեր հետ կիսում եք մեր ամենակարևորագույն օրերից մեկը։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի երկրորդ կուրսի ուսանողները գեղեցիկ միջոցառում են պատրաստել ձեզ համար։ Հուսամ բոլորիդ դուր կգա, մեծ բարի երթ։
Սա պարզապես հերթական միջոցառում չէ, սա մենք ենք, մենք մի խումբ տարբեր տեղերից, տարբեր պատմություններով, բայց մի կուրսով, մի սենյակում, մի հիշողություններով կապված մարդիկ։ Մենք ազգանուններով իրար հետ կապված չենք, բայց ամեն օր իրար տեսնելով, իրար օգնելով, ծիծաղելով, վիճելով, մենք դարձանք մեկ ընտանիք։ Այսօր մենք ցանկանում ենք ոչ թե ցույց տալ, այլ ապացուցել, որ երբ կա փոխըմբռնում, ջերմություն ու ընկերություն, ազգանունները դառնում են պարզապես թղթի վրա գրված տառեր։ Իսկ իրական կապերը մենք ենք, դուք, մենք բոլորս միասին։ Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք, մեր ընտանիքի մի մասը։ Խոսքը բարձ միտքը սուրումափուր, գերազանցիկներն են գիտության լուսաբացը խոր, Դանիել և Բեմի վրա երազանք նրա հոգում, դերասան ուսանողն է փայլում անդադար, անքում գիշերներով հուզերի ծովում, արվեստի ճամփին քայլում է համարձակ, Միլենը։
Չենք մեծացել նույն բակում, նույն քաղաքում, չենք կիսել մանկություն, բայց կիսել ենք տարիներ լեցուն ամեն ինչով։ Անքնություն, հուզմունք, անհասկանալի առաջադրանքներ, բայց նաև ընկերություն, չսպասված կարոտ և մի բան, որ բառերով չէր շարադրում։ Մենք դասի ենք եկել ոչ միշտ նույն ժամանակին, բայց հեռացել ենք նույն զգացողությամբ։ Սա արդեն միայն սովորելու վայր չէ, սա դառնում է մի վայր, ուր միշտ կուզենաս վերադառնալ։ Եվ այսօր ինչպես միշտ միասին ենք, ոչ թե պատահմամբ, այլ որովհետև առանց իրենց չենք կարող պատկերացնել այս պատմությունը։ Պատմությունը մի ընտանիքի, որ չունի ազգանուն, բայց ունի անուն՝ մենք։ Գևորգը գիտարը երկով է լսնում, Սեյրանի շեփորը կամարը փակում, Կարեն ու Վլադը դհոլով բենն են պատում, Քարագը հնչում, սիրտ ու սեր բախում, Կարեն, Սեյրան, Գև։ Մեր կուրսի համեստ աղջիկներ, իմաստուն խոսքով քնքուշայացքով, ճանասեր բարի ու նուրբ հոգիներ, լուսնում են դասեր իրենց լույսով, Անահիտ, Ինգա, Էմիլիա։ Տղաները միշտ կողքով են քայլում, փոթորիկի մեջը լիրար չեն թողնում, ճամփեգը երկար, բայց հոգին մեկ է, իրար պահելը նրանց սուր վսեմ է, Վլադ, Վրամ, Վիլի, Մհեր։ Անցանոր էր, շաբաթներ ու ամիսներ, ու մենք սովորեցինք իրար ոչ թե ուղղակի անուններով, այլ լռությամբ, պահով, ժպիտով։ Մեզ չեն միացրել նույն նախադասությունները, մեզ միացրել են նույն պահերը, միասին լռելու, նյարդայնանալու, ուրախանալու, ընկնելու և կշտին բարձրանալու պահերը։ Մենք չենք իմացել ինչ անուն կտան մեր կապին,
Ու երևի հենց այդ պատճառով էլ այն դարձավ այսքան իրական։ Չէ, որ ամեն ինչին անուն դնել պետք չէ։ Երբեմն բավարար է զգալ, որ այս մարդիկ քո մարդիկ են։ Մենք այդպես էլ չկիսեցինք ազգանուն, բայց փոխարենը կիսեցինք տարիներ, եւ հենց դա էլ մեզ մի ընտանիք դարձրեց։ Երկու ընկեր կողքի ճամփա գնան արևի։ Մեկի ուրախն է երկուսի, տխուրն էլ արդեն կեսի։ Ալբերտ Դավո։ Երեք սիրտ մի գիծուղի, երեք լույս միշտ միասին, ծիծաղելով շաղախված են ընկերությունն արևային, հեղին Միլենա Սիրաշպի։ Մեր կուրսի սպորտով հմայողներ, դաշտում պայքարող քաջ մարդիկներ, վարպետ արագ ուժեղ մրցակիցներ, փայլում են նրանք ինչպես աստղեր, Հրաչ, Արտուր, Վազգեն, Էրիկ։ Համեստ է տղան, չի բարձրացայնում, իր գործով ավելի շատ է նախոսում, չի փնտրում փառք, ոչ էգովասանք, բայց իր վարկով թողնում է խոր տպավորանք, Արսեն։
Երկու գոր են, երկուսն են տարբեր։ Մեկը զուսպ է, մյուսը վարար գետ։ Մեկը խոսում է բարիհնչյուն, մյուսը լսում է իր խոր մտքով։ Գոր։ Արշալույսն է բացվում, նրանք արդեն ճամփին, հեռու տեղերից դասի են շտապում, գիտելիքի ծարավն է նրանց մղում առաջ, դժվարին ուղին կամքով հաղթահարում, Դավիթ, Նարեկ, Արլեն, Արգիշտ։ Մեկ տարի առաջ պատկերացնելով անգամ, որ այսօր այստեղ կլինենք, միասին, այս ճանապարհից հետո։ Այդ ժամանակ մենք պարզապես կուրսընկերներ էինք, որոնք միմյանց դեռ չեն ճանաչել այնքան որքան հիմա։ Բայց ժամանակ անցավ եւ մենք սովորեցինք ոչ միայն տեսնել միմյանց, այլև հասկանալ առանց խոսքերի։ Մենք սովորեցինք լինել կողք կողքի այս ճանապարհի բարդ ու հեշտ պահին, կիսելով ինչպես ուրախությունը, այնպես էլ դժվարությունները։ Մենք դարձանք մեկ ընտանիք, որտեղ չկան սահմաններ, ոչ անուններով, ոչ ազգանուններով։ Մենք ստեղծեցինք մի կապ, որը գոյություն ունի հիշողություններով, որն էլ վկայում է մեր համատեղ ուժը այս մեկ տարվա ընթացքում։ Каждый из нас судьбу выбирает, где-то находим, что-то теряем. Сотни дорог, тысячи разных людей. Но кто из них трудно
Կուրսի հումորովներն անզիջում են, նույնիսկ քնության բանի ծիծաղում են, դասախոս նայել իր աչքայլի, չգիտի բարկանա, թե հետները ծիծաղի, Տիգրան Էմիլ Յուրա։ Շոշողուն աչքերով ծիծաղը շուրթին, տիթիզաղջիկները քայլում են հպարտ, որաձևության գաղտնիքը գիտեն լավ, հմայքով լսնում են շուրջը ամենայն, Անժել Միլենա։ Միակ բարով տղան են ողջ կուրսի մեջ, ռիթմի հետ սիրտը բախում է մեկ, աչքերը վերակ շարժումները հպարտ, արվեստի լեզվով պատում է ինքն իրեն, Գառնիկ։ Տասիբով են կանգնած միշտ, խոսքը կարծր պողպատից, չեն վախենում ճամփից դժվար, սիրտը ուղի հոգին մարդ, Արման Արմեն։ Ոչ թանակով, այլ հիշողությամբ, և այս նոր էջերը թողնում ենք, նոր հիշողությունների և նոր պատմությանը։ Ժամանակը անցավ, բայց ամեն րոպե գուցե մի բան, սա հիշեցնում է, որ ամեն վայրկյան կարևոր էր, այս ժամանցույցը դադար չի առնում, իսկ մենք այսօր կանում ենք մի պահ, հիշելու և թողնում ենք մեր անցած օրերի հետ։ Այս բաժակը թողնում ենք նշանիգերություն, որ դարձանք նրանին։ Մենք բոլորս գրել ենք փոքրիկ նամակներ մեր անունով։ Այստեղ են մեր երախտագիտությունները, շնորհակալությունները։ Հայտնում ենք մեր կուրսղեկին, ընկեր Արինային, որպես հիշողություն մի ընտանիքից առանց ազգանունի։ Մենք այստեղ գրանցվել ենք ներկա կամ բացակա, բայց այստեղ գրանցվել են մեր կյանքի պահերը։ Մենք հանձնում ենք Կազմատյանի ի նշան, որ իր հոգին եղել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։ Մենք այստեղ ենք ոչ թե բան թողնելու համար, այլ մի սիրտը փոխարինելու, ոչ մի առարկա իրականում առարկա չի, դրանք հիշողություններ, ժպիտներ, ժամանակ եւ սեր։ Ուրեմն մենք թողնում ենք ոչ միայն այս 2 տարին, այլ մի ամբողջ կյանք, որ ապրել ենք միասին։
տարիների ընթացքում մենք սովորել ենք, որ ընտանիք լինելը ոչ թե ընդհանրապես կարգավիճակ է, այլ ընտրություն, համախմբել մի գաղափարի շուրջ, երբ ուրիշները կարող են մեզ չհասկացողներ լինել, բայց մենք միշտ մնում ենք կողք կողքի։ Եվ կցանկանամ մի բան ասել. Երբեմն ամենալավ ընտանիքը չեն լինում այն, որոնք մեծ պատվի կամ ազգանվար շրջաներում են, այլ այն, որոնք համախմբում են քո ներքին արժանիքների և համատեղ անցած ճանապարհի հիման վրա։ Մենք դա ունեցանք, ընտանիք, որ ոչ մի ազգանուն չի սահմանափակում, բայց անսահման պահեր ու հիշողություններ ունի։ Բայց մամ, ես ոչ մեկի չեմ ճանաչում, ես վախենում եմ։ Ընկերները սուպերմարկետի չեն աղջիկ գնում վերցնում ես, նրանց գտնում են ժամանակի հետ։ Բայց մի տարի անց չուզեմ էլ հետ նայեմ, ուզում եմ իմ ասկալ, որ իմ տեղում եմ, բայց չեմ զգում։ Ինձ պետք չէր այդ քոլեջը, դուք ուզեցիք, ես գնացի։ Անի ջան, ոչ մի բան հենց սկզբից լավ չի լինում, բոլորն էլ վախենում են։ Ես ինչ անավոր ես խոսում, դեռ պիտի դուրս գաս ու տեղը ստեղծես։ Բայց ես չեմ ուզում պայքարել, ես ուզում եմ ինձ գտնել։ Անի ջան, քո ապագան է ես քայլում, միշտ չէ որ քո կողքին կլինենք։ Ինչի համար եմ գնում, ոչ մի բան չեմ սովորելու, էլի մենակ եմ մնալու։ Ոչինչ տղաս, կարող է հիմա մենակ գնաս, բայց հաստատ մենակ հետ չես գա։ Իսկական ընկերները մի օր հայտնվում են։ Պիտի գնանք։ Ոչ մեկի վրա չես կարող հույս դնել։ Անհասացին նորը սկսիր, ընկերներ կունենաս։ Բայց ես գիտեմ, ընկերություն չի ստացվի։ Ստեղ ներկանցնեմ պասիվ, զառը, ոչ մեկի մոտ չեմ գնա, առավելագույն ներկանցնեմ 10 գնամ տուն։ Այս սենյակում ինչ-որ սառնություն կա, բոլորն են մարդիկ են, բայց ոչ ոք մարդ չի թվում։ Ես մի քիչ ծիծաղեմ, կմտածեմ, տարօրինակ եմ, չասեմ ոչինչ, կմտածեմ գոռոզ եմ, գոնե մեկը նայի այնպես, որ զգամ, որ մարդ եմ։ Ես ուզում եմ սիրել այս մարդկանց, ճիշտ և մաքուր, բայց սիրտս վախենում է։ Վախում եմ, որ չեմ կարող գտնել ինձ հարմար ընկեր։
պարզապես անուն չեմ բերում ձեզ ներկայացնելու։ Ես այստեղ եմ ոչ միայն որպես ձեր ուսմեք, այլ նաև մարդ, ով շատ լավ հասկանում է ձեզ։ Ես նույնպես եղել եմ խորտ ու անծանոթ միջավայրում, երբ ինձ թվում էր բոլորը խմբի ինչ-որ մաս են կազմում բացի ինձնից։ Բայց գիտեք ինչ, ես նաև տեսել եմ, թե ինչպես է այդ ամենը փոխվում, թե ինչպես են բոլորը միախմբվում, թե ինչպես է ամենաանծանոթը դառնում ամենաակնկոտը խմբում։ Եվ ես այստեղ եմ ոչ միայն որպես ձեր ուսմեք, այլ որպես ձեր ընկեր, հիշեցնելու, որ ձեր ամենակարևոր դասը կարող է լինել ոչ միայն գրաֆիկում գրված դասը, այլ այն, ինչ կսովորեք միմյանցից։ Հենց այստեղից է սկսում ընկերությունը, մի կիսած ժպիտից, մի կիսած բարևից։ Սա ձեր տունն է երկրորդը, իսկ տանը բոլորը միշտ գտնում են իրար։ Անցավ մի տարի, բայց թվում է, թե անցել է մի ամբողջ կյանք։ Հիշում եք այն ժամանակը, երբ մեզ թվում էր, մենք երբեք չենք գտնի իրար։ Մեր վախերն ու համոզմունքները հիմա միասին դարձել են մեր ուժը։ Աշխարհը մռայլ էր ու կոպիտ։ Սովորում էինք պարզապես գոյատևել, ոչ թե ինչ-որ մեկի հետ կապ հաստատել։ Իսկ հիմա մենք ստեղծել ենք մեր աշխարհը։ Սա ավելի շատ իմ տունն է, քան վայր, որտեղ ես սովորում։ Այո, ես էլ հիշում եմ առաջին օրը ձեր կողքը նստելիս, չէր թվում, որ կհայտնվեի ձեր կյանքում։ Ուրեմն արդեն անցավ մեկ ամիս։ Բայց հիմա ես Ինչպես ասում են, որպեսզի ճիշտ հասկանաս մարդուն, պետք է հասցնես նրան, որ դու նրա կողքին ես, ոչ միայն հեշտ, այլև դժվար բառների հետ։ Ես էլ եմ մտածում, ով կարող է ինձ հասկանալ, բայց դուք այստեղ եք, իմ կողքին, եւ դա նշանակում է, մենք մի ամբողջություն ենք, մի ընտանիք։ Մեկ տարի առաջ չէի հավատում, որ կհասնեի այս կետին։ Ինձ համար բոլորը օտար են, բայց հիմա վստահ գիտեմ, թե ընտանիքն ինչպես են տրվում։ Եվ հիմա սովորացնում ենք ուրիշներին, ինչը որ այստեղ էինք սովորել։ Ջերմություն, ներողամտություն և հարգանք, սովորեցնում ենք ուրիշներին։ Եվ ժառանգությունը դա դիպլոմը չէ, ոչ էլ վկայականը, այլ միմյանց հետ անցկացրած ժամանակը։ Ես երբեք չէի պատկերացնի, որ դուք ինձ կմիանաք առանց որևէ մտքի ու պահանջի։ Կուրսը դա ոչ թե հավաքած մի խումբ է, այլ մի սիրտ և մի ամբողջություն։ Սկզբում ինձ թվում էր ես այստեղ միայնակ եմ, բայց հիմա ինձ թվում է, որ ես այստեղ երբեք չեմ եղել միայնակ։ Մեկ տարի առաջ մենք եկանք այստեղ, ամեն մեկ իր մեծ երազանքով։ Ես չէի պատկերացնի, որ մեր երազանքները կմիանան։ Հիմա տեսնում եմ, մեր երազանքները դարձել են նույնը, մի նույն պատմություն, սա մեր ճանապարհն է, ու ես ուրախ եմ, որ քայլում ենք մենք այդ նույն ճանապարհով։ Սա այն պահն է, երբ ես հասկանում եմ, այս մեկ տարին տևեց միայն այնքան ժամանակ, որքան մեզ հարկավոր էր, որ սովորենք իրար։ Անշուշտ դժվարություններն ու վեճերը եղել են, բայց հենց դրանք էլ սովորեցրին մեզ ինչպես պահել իրար։ Դա ընկերությունն է, երբ մի մասը կարող է կրել մյուսի ծանրությունը։ Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ այս ամենը կփոխվի։ Ինչպես ասում են, ամեն մեկն իր տեղն է գտնում, եւ ոչ միայն դա։ Հենց այս վայրում մենք ոչ միայն ձեռք բերեցինք ընկերներ, այլև դարձանք ընկերության մի մասը։ Ընկերությունը դա մի այնպիսի բան է, երբ որ խորանում եմ, էլ չեմ կարողանում ինձ հեռու պահել։ Բոլորից մի փոքր բարևից հետո այսօր ոչ միայն այս բեմում, այլև աշխարհում կան ընկերներ։ Մենք սկսեցինք որպես օտարներ, բայց հիմա այս բեմում մեր միացրել է սրտերը։ Մենք
Անցել են տարիներ, շատ բան է փոխվել։ Ոմանք վերադարձել են բանակից, ոմանք նոր ընտանիք ունեն, ոմանք հեռու քաղաքներում են, բայց սրտով միշտ միմյանց կողքին, բայց ամենակարևորը կապը երբեք չի կտրվել։ Բանակը սովորեցրեց, թե ինչ է կարոտը, բայց դուք երբեք չկորաք։ Ամեն նամակի, ամեն զանգի մեջ ձեր բոլորի ձայնը կար։ Ու երբ արդեն բոլորս միասին ենք, ում է թե ոչինչ չի փոխվել։ Նորից խորհրդում ենք, նորից դասել ենք։ Ամեն մեկս գնացին մեր ճանապարհով, բայց միշտ դադարում ենք այս մեկին, մեր մեծ սրտին այս ընտանիքին։ Ես այժմ հայրենբերք մտածում եմ, ես իմ առաջին եղբայրությունս հետև կառուցել, այդ կապը չի մարվում իս տարիներ հետո։ Ով ասում է, որ բանակը խզում է կապերը, ապա նա չի ճանաչել ձեր նմաններին, ամեն նամակի մեջ դուք եք, ամեն մի ապրածորում ձեր հիշողությունները, ու երբ վերադառնում եմ, տեսնում եմ այս ընտանիքը դեռ ապրում է։ Ես իմ աշխատանքն եմ, բայց երբ հանգստանում եմ, հիշում եմ քննությունները ընկերների հետ։ Մենք միասին կարող Մենք եկանք տարբեր տեղերից, տարբեր ընտանիքներից, ու հիմա այստեղ ենք, որպես մեկ ամբողջություն։ Մենք չենք կիսում ազգանում, բայց կիսում ենք ամենաթանկ բանը՝ հիշողությունները։ Եվ երբ կյանքը մեզ նոր ուղղություններով տարի, մեր շրտում միշտ մի ուղղություն կլինի, դեպի միմյանց։ Սա այնպիսի կապ է, որը հեռավորություն չի ճանաչում, ժամանակ չի ճանաչում։ Մենք դեռ միասին ենք, մեր ճանապարհները շարունակվում են, զուգահեռ փոխկապակցված ու անխախտելի։ Որովհետև ընտանիքը ազգանունով չի չափվում, դա սրտի կապ է, եւ մենք արդեն վաղուց սրտով ենք ընտանիք։ Իսկ ընտանիք երբ ասում ենք, այս բազը սրտում առաջացնում է ջերմություն, որը չի չափվում այլյամբ, այլ հիշողություններով։ Մենք սովոր ենք մտածել, թե հայրենիքն ու ընտանիքը մեկ առանձին բան է, բայց այսօր այս բերում մենք տեսնում ենք, որ դրանք միավորվում են։ Հայրենիքը միայն քարտեզ չէ, այն մեր լեզուն է, մեր սերը, մեր մանկությունն էլ հենց այստեղ է, այս քոլեջում, այս մարտական մեջ։ Քայլ առ քայլ, ժեստ առ ժեստ, շարժում առ շարժում, մենք դարեր շարունակ փոխանցել ենք ոչ միայն ավանդույն, այլ նաև զգացում։ Երբ միանում ենք, երբ կողքի ենք, մենք պարզապես ընկերներ չենք, մենք դառնում ենք ընտանիք, իսկ երբ այդ ընտանիքը սիրում է իր հայրենիքը, այդ սերն արդեն չի կորչում։ Քոչարին պարզապես պարզ չէ, այն քայլն է մեր պատմության մեջ, այն ձեռքերը, որ բռնվում են, որովհետև միասին ուժ ենք, ու հենց այսպես ենք մենք մեր փոքրիկ ընտանիքով միանում մեր մեծ ընտանիքին, հայրենիքին։
մարդ, ով խոստովանությամբ երբեք չի ասի, բայց հոգով միշտ կկանգնի ամեն մեկի կողքին։ Մեզ համար այդ մարդը դուք եք, ընկեր Արինան։ Դուք պարզապես չեք կազմել դասացուցակ կամ ներկաների ցուցակ։ Դուք կազմել եք մի լսարան, որտեղ ամեն մեկս դարձել ենք մեկը մյուսի շարունակությունը։ Դուք դարձել եք մեր ժամանակների հեռակյաց վկան, մեր անհանգիստ օրերի հանգիստ ուժը։ Եվ մեզ թվում էր, որ մենք ուշանում ենք, դուք չէիք խոսում, հասկանում ենք։ Երբ հուսահատվում էինք, դուք չէիք ստիպում։ Ուղղակի շուռ էր գալիս հայացքը իրարից ուժեղ։ Երբ բարձրացան չէիք ասում շնորհակալություն, դուք շարունակում էիք տալ մեզ ամենակարևորը, ձեր ներկայությունը։ Այս միջոցառումը նաև ձեր մասին է, ձեր համբերության, ներբանական ուշադրության եւ ամենակարևորը ձեր սրտի մասին։ Մենք չգիտենք ինչու կյանքը բերեց մեզ միասին, բայց հաստատ գիտենք, ձեզ ունենալ ամենամեծ բախտերից է։ Ասում է, երբ մեկը հեռանում է, ինչ-որ բան փոխվում է ներսումը, բայց երբ հեռանում է մի մարդ, ով եղել է բոլորս ուժը, ընկեր Արինա, դուք եք մեր ուղեկիցը և մենք որդնում ենք մեր ճանապարհը։ Դուք եք մեր հնարանը, երբ աշխարհը չափից շատ էր դառնում, և հիմա դուք նոր ուղի եք բռնում, երջանիկ ուղի։ Ձեր առաջ բացվում է նոր կյանք, ձեր ընտանիքը, ձեր սերն ու ձեր սպասված օրերը։ Եվ հիմա մենք կանգնած ենք այստեղ, մի փոքր լուր, մի քիչ հուզված, բայց ամբողջ սրտով ուրախ։ Ձեր գրքում մենք միշտ զգացել ենք տուն, ձեր հայացքում ներողություն, ձեր լրության մեջ հասկանալ, ձեր ներկայության վստահություն։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար, ընկեր Արինա։ Ու ինչ որ մեկը մեր սրտում է մնում միշտ, ամեն օր շնորհակալ ենք ամեն օր, ամեն խոսքի համար։ Դուք ամուսնանում եք, իսկ մենք թողնում ենք ձեր հետ մի սրտի կտոր։ Սիրով ձեր ընտանիք առանց ազգանուն։ Չենք ասում ստեսություն, մենք ասում ենք շնորհակալ ենք ամեն ինչի համար, ընկեր Արինա։ Այս լենտը թող լինի կամուրջ մեր անցյալի ջերմ պահերից դեպի ապագայի նոր հաղթանակներ։ Մենք ձեր խոսքերն արդեն հիշում ենք անգիր, իսկ շփիտը պահում ենք աչքերում։ Մենք խոստանում ենք չմոռանալ ձեր ոչ մի խոսքն ու հայացքը։ Թող առաջիկա օրերը լինեն լուսավոր, իսկ այս լենտը հիշեցնի այն ամենը, ինչ միասին ստեղծեցինք։ Ժապավենը մեզ մի անգամ է հիշեցնում, թե ինչքան երջանիկ ենք, որ դուք կաք։ Լենտը կտրելով մենք հրաժեշտ ենք տալիս մեր համատեղ հիշողություններին, դժվարություններին, բայց նաև ուրախ պահերին։ Ժամանակն է հրաժեշտ տալ, բայց ոչ մեր անցած ճանապարհին, այլ նրա ավարտված փուլին։ Լենտը բաժանման նշան չէ, այլ անցում մի հուշից մյուս։ Լենտը կտրելով մենք թողնում ենք հետևում մի պատմություն ու սկսում նոր գլուխ։ Բարները երբեմն բաժանվում են, բայց հոգիները երբեք։ Սորվա լենտը մեզ է միացնում որպես մեկ ընտանիք, մեկ պատմություն և մեկ ջերմ հիշողություն։ Այս հրաժեշտը չի նշանակում վերջ, այլ մի նոր հնարավորության սկիզբ։ Այս ժապավենը նշանակում է ոչ թե հրաժեշտ, այլ մի սիրո սկիզբ, որը հեռավորությունը չի կարող խաթարել։ Չկա մի լենտ, որը կարող է բաժանել այն, ինչ մարդիկ ստեղծում են հոգով։ Ճիշտն ասած հեշտ չէ հրաժեշտ տալ, բայց կյանքը կազմված է հենց նման պահերից։ Ավարտվում է, մի նոր ճանապարհ բացում, ինչպես բացվում է առավոտը գիշերվա ավարտը։ Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս մեկ փուլին, հավատով նայելով առաջ։ Այս լենտը ոչ թե ավարտ է մեր ստեղծածի գնիքը։ Այս լենտը ոչ միայն բացում է նորույթի, այլև խորհրդանշում է մի շրջանի ավարտ։ Չեք հեռանում, դուք պարզապես գնում եք ձեր սրտի մի հատվածը մեզ թողնելով։ Ավարտ մի նոր սկիզբ է։ Այս լենտի մյուս կողմում նոր ուղիներն են, բայց սրտում ձեր թողած հետքը։ Երբ այս լենտը կտրվի, դրա հետ կգնան օրեր, որ այլևս չեն կրկնվի, բայց կմնան սրտում։ Ժապավենը փակելու փոխարեն բացում է մի դուռ դեպի հավերժ միություն։
ամեն մի պահ ձեզ հետ արժեր զգալ ու ապրել նորից ու նորից։ Երաժիշտ ընդհանրը կամուրի անցյալի ու ապագայի միջև։ Մենք էլ նույնի չենք, մենք ավերի ամբողջական։ Այն բաժանում է ոչ թե մեզ, այլ անցյալն ու ապագան թողնելով սեր, հարգանք ու հիշողություններ։ Ժապավենը կտրում է, բայց մեր կապը մնում է ալոչեք։ Պրոգրամիկը ստանենք այս շրջանի ջերմությունը ու այն բահի սրտում։ Մեր կուրսը անուն չունի, բայց ունի հազարավոր հիշողություններ։ Մենք չենք ասում հրաժեշտ, այլ ասում ենք մնալ հիշողությունների, ժպիտների ու համատեղ ապրած պահերի մեջ։ Շնորհակալ ենք, որ այս ճանապարհը միասին անցանք։ Մենք տարբեր ենք, բայց մեր սրտով ենք անցնում այս ճանապարհը։ Այս լենտը չի բաժանում մեզ, այլ միավորում անցածի փորձով եւ գալիքի հավատով։ Շնորհակալ ենք միասին անցած ճանապարհի աշխատանքի, ջերմության ու աջակցության համար։ Լենտը կտրվեց, իսկ հիշողությունները մնաց։ Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ ավարտը դառնում է հիշողություն, իսկ հիշողությունը ուժ։ Այս ժապավենը չի բաժանում, այն կապում է մեր հիշողությունները անջնջելի թելերով։ Մենք սկսեցինք որպես ծանոթներ, բայց ընթացքում ստեղծեցինք մի բան, որ կոչվում է ընտանիք, ընտանիք առանց ազգանունի։ Այստեղ մեզ չհամախմբեց օրինակցությունը, այլ ընկերությունը, համերաշխությունը ու անկեղծ սերը։ Մենք միություն դարձանք սենյակում, լի ծիծաղով, ուսանողական բեջերով ու անկում գիշերներով։ Այս ընտանիքում յուրաքանչյուրը ունի իր տեղը, անկախ տարօրինակություններից, տարբերվող հայացքներից ու ձայնից։ Սա այն ընտանիքն է, որ ընտրել ենք առանց ստիպված լինելու։ Մենք ընտանիք ենք առանց ազգանունի, բայց անվերջ սիրով ու միությամբ։ Մի շատ պարզ պատճառով ես գնահատական չեմ տա խոսքեր չեմ ասի միջոցառման մասին, շնորհակալություն կասեմ առաջինը երեխաներին, ապրեք երեխեք, Արնաջան շնորհակալություն և շնորհակալություն Տիկին Մովսիսյան, սիրելի հյուրեր, ծնողներ, ուսանողներ, ովքեր հարգեցին եկան մեր միջոցառմանը, դիմացան այս ժամին, մեկ ժամ, քիչ ավելի, շնորհակալություն բոլորիդ։ Ընդամենը կուզենամ ասեմ, որ մենք խմբակներ չունենք, այս կուրսի 3 խումբը դրանք հրշեջ բրկարներ են, դրանք ճգնաժամային կառավարման մասնագետներն են և դրանք դրոնների մասնագետներն են։ Այսքան շնորհակալություն։ Իմ շնորհակալությունը խնդրում եմ փոխանցեք իմ շատ սիրելի Մարգարիտային Հասմիկ ջան և ձեզ էլ շնորհակալություն, որ դիմացաք ներս։ Հարգելի հյուրեր, ներկաներ, ծնողներ, սիրելի ուսանողներ, մենք այսօր ականատեսը եղանք ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կրթական ծրագրեր իրականացնող երկրորդ կուրսի ընտանեկան հրաշք տոնակատարությանը։ Կարծում եմ համամիտ եք բոլորդ։ Այս ընթացքում, որ իրենք շեշտեցին Յան ազգանունով տարբեր ընտանիքներից եկած երեխաներ, ես ճիշտ ասած իրենց կուրսին անուններ մտածեցի, մեկ մտածեցի հրաշք ընկերյաններ, հետո ընկեր ընկերյաններ, բազմաթիվ անվանումներ,
Ի վերջո հասկացա, որ իրենց կարելի է կոչել հայ ընկերյաններ, ծափեք ձեզ։ Շատ սիմվոլիկ էր միջոցառման մուտքը, տարերով թիկնոցը շատ սիմվոլիկ է, շատ խորհրդապատկերը շատ հզոր էր, որովհետև հայը իրապես, հայ ազգին իրապես ամփոփանի եւ նեցուկ է եղել հենց հայոց գիրը, հայոց այբուբենը, հայոց տարերը։ Միակ դիտարկումը, որ կուզեի անեմ, չնայած շատ սիրուն օրնամենտներ էի ազգային գրում, բայց կուզեի շատ պայծառ եւ վառ արտահայտուստ գրեի։ Երբևէ մռայլ գույները ձեր կողքով թող չանցնեն։ Շատ հուզված եմ, չգիտեմ, մի տեսակ դպրոցական տարիներ վերապրեցի եւ շատ կարեւոր է, որ միջոցառման հիմքում բազմաթիվ արժեքներ էին դրված եւ հատկապես ընկերությունը։ Ես ուզում եմ, որ ձեր կողքով երբևէ ստոր եւ փոքրուկի ընկերներ չհայտնվեն։ Ես ուզում եմ, որ դուք վայելեք իրապես հրաշք, վեհ, ազնիվ, բուռն ընկերներ վայելեք եւ ունենաք։ Ես ունեմ դահլիճում բուռն եւ տարիների ընկեր Պողոսյան, ես սիրում եմ քեզ։ Մարդու եւ ուրախ եւ տխուր պահերին շատ կարեւոր է, երբ կողքիդ իրապես ազնիվ մարդիկ կան, շատ կարեւոր է։ Եվ ցանկանում եմ, որ ձեր կյանքում միայն ուրախություններ լինեն եւ ձեր ընկերները միայն ուրախության պահերին ձեր կողքին լինեն։ Այն արժեքները, որ դրվեցին միջոցառման հիմքում, կարծում եմ, կրելու եք դուք ձեր ողջ կյանքի ընթացքում։ Ես ցանկանում եմ, որ այս կորիզը, այս ընկերական կորիզը աճի, պտուղներ տա եւ ունենաք դուք դեռևս երկար ընկերական վայելքներ, դեռևս վայելեք ազնիվ եւ շիտակ ընկերության պտուղները։ Չգիտեմ, շատ բան եմ մտածել, հիմա ոնց որ չհիշեցի ինչ եմ ասելու, ծափահարենք առաջին դեպքին ուսանողներին։ Իսկ ինքն Արինայի բաղով ես ավելի հպարտացա ու իմ մեջ ասեցի «Naša škola»։ Միշտ դարբանի մեջ ենք փորձում ենք տեսնենք այն ինչ որ նաև մենք ենք ներդրել եւ հպարտացա, որ դեռևս կան այստեղ ուսանողներ, որոնց բախտեվիճակներ ես դասավանդել եմ։ Ընկեր Արաքելյան, ինչպես միշտ, ձեր միջոցառումները, տեսակի, որակի, ձևի եւ բովանդակության հրաշք համադրություն էին, ինչպես միշտ ապրեցինք բազմաթիվ վայելքներ, գեղագիտական բարձր վայելք ապրեցինք, հաճույք ստացանք, շնորհակալություն ձեզ, մշտապես կրթական այս ուրույն ձեր գործառույթի հետ նաև հմտություններ եւ կարողություններ սերմանելու համար շնորհակալություն ձեզ, Արինա ջան, քեզ դեռևս բազում ուսանողներ եւ բազում այսպիսի գեղեցիկ միջոցառումներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Մովսիսյան, եթե հյուրերից, ծնողներից խոսք ուզենան ասել, սրտի խոսք, համեցեք, եթե չէ, մենք ավարտեցինք։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, շնորհակալություն ենք հայտնում նաև Ստեփանավանի ժամանցի եւ մշակույթի կենտրոնի տնօրինությանը, ինչպես նաև անձնակազմին մեզ սիրով աջակցելու համար եւ բեմ ենք հրավիրում փոխտնօրեն Տիկին Հասմիկին։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ ցնցող էր, որովհետև այսքան տղայի բեմ բարձրացնել, ես կասեի անմշակ կավից քանդակներ կերտել, շատ քչերին է հաջողվում։ Ապրես, ընկեր Արինա ջան, քեզ մեծ շնորհակալություն։ Ապրեք իմ հրաշք սերունդ, որովհետև դուք ոչ միայն ինքներդ հուզվեցիք, ձեր ելույթով մեզ էլ հուզեցիք, որովհետև լավ եք հասկանում ինչ է ընտանիքը, ինչ է հայրենիքը։ Ձեզ բարի ճանապարհ եմ մաղթում
Ձեզ մեծ հաջողություններ եմ մաղթում։ Թող այս փոքրիկ բեմը ձեզ համար դառնա ապագայի կախարդական աշխարհ տանող բանալի։ Շնորհակալություն։ Ծնողների անունից եւ ոչ միայն մեր հարգարժան հյուրերից մեկը երրորդ դպրոցի տնօրեն Տիկին Օլյան խոսքունի ասելու։ Անկեղծորեն սկզբից երբ ծնողները խնդրում էին իրենց անունից խոսք ասել, մի տեսակ ճիշտ ասած չզեցի, որովհետև ամեն անգամ ես եմ խոսում, բայց ոչինչ, բոլորի անունից այս պահին ուզում եմ ասել, ճիշտ ասած դժվար էր կառավարել հույզերը, ես շատ հուզական մարդ եմ, բայց այսօր հաջողվեց ձեզ շատ հուզել, որովհետև իսկապես վերադարձա նաև այն տարիները, որ ձեր տարիքին էի։ Շատ շնորհակալ եմ ձեզ, որ վստահեցիք մեզ ձեր ապրումները, ձեր մտահոգությունը, անհանգստությունն ու մտավախությունը, երբ որ նոր միջավայր էիք ոտք դրել, մենք էլ ձեր չափ ենք եղել, նոր ենք մեծացել ու շատ լավ պատկերացրեցինք այն, ինչ որ մենք ժամանակին զգացել ենք։ Ուզում եմ ձեզ ասել, որ կարևորեք այն ամենը, ինչի մասին այսօր խոսեցիք։ Ընկերություն, հայրենիք, ընտանիք, այո, առանց ընկերություն մարդը ոչինչ չէ։ Մարդը պիտի նաև մատիտի նման հետագից թողնի, որովհետև մատիտը միշտ իր հետևից հետք է թողնում։ Եղեք այն մարդը, որ իր հետևից թողեց, եւ շնորհակալ եմ, որ այսօր ընկեր Ալինան իր հետևից բավականին մեծ հետք ունի թողած, որի մասին բոլորս պիտի հիշենք։ Եվ ուզում եմ ասել, որ դուք երջանիկ եք այն շատերից, որ կարողանում եք տեսնել, որ կարողանում եք լսել, կարողանում եք քայլել, այ դրանով գոհացեք եւ գնահատեք ձեր ունեցածը, գնահատեք ձեր ընկերներին, կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար։ Եվ առհասարակ կարողացեք ունենալ ձեր լիարժեք ընտանիքը եւ ուրախ եմ, որ բոլորդ ապրում եք լիարժեք ընտանիքում, հետագայում եւս ունեցեք։ Եվ ուզում եմ ասել, այդքան մի տխրեք։ Ես կոնկրետ շատ ուրախ եմ, որ ընկեր Ալինան կազմելու է իր ընտանիքը եւ ունենալու է երջանիկ ընտանիք, որի մասին լսելով մենք ուղղակի ուրախանալու եւ հպարտանալու ենք, որ մեր երեխան եւս ունեցել է առիթ մեծանալու իր ընտանիքում, անցկացնելու ժամանակը ընկեր Ալինայի ձևավորած ընտանիքում։ Ես շատ ուրախ եմ, ես էլ եմ համարում ինձ ձեր ընտանիքի անդամ, որովհետեւ իմ երեխային վստահել եմ այդ ընտանիքին։ Եվ առհասարակ հաջողություն եմ մաղթում ու շնորհակալություն եւս մեկ անգամ այսքան գեղեցիկ պահեր մեզ պարգևելու համար։ Էլի բան է ուզում ասել, էլի մոռացա։ Շնորհակալություն։ Միջոցառումից հետո եթե գիշեր ներկաները նստած ենք ու չենք ուզում գնալ, հիմա նույն իրավիճակն է, բայց ավարտեցինք։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին։